Բարի երեկո, սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, գողջունենք ցեզ դարձյալ Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության քրիստոնեական տաստիարակության բաժանմունքին գոմե գազմագերբած հավատք եւ կյանք հայդակիրով համագործակցությամբ Վանացայինի հայկական ռադիոգայանին։ Այսօր Վանացայինի ստուդիոյեն ներս ուրախությամբ գհյուրընկալենք Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության երիտասարդ միապաններեն Հոգեշնոր Դերմովսես Ապեղա Յոսուլկանյանը, որ պիտի խոսի Քրիստոսի հետ բարեկամանալ խորակրով։ Բարձաբես հիշեցումը, որ Հայր Մովսեսը Մեծիդանն Գիլիգիո Գաթողիկոսության միջեկեղեցական բաժանմունքի պատասխանատուներեն մեկն է։ Աստված օգնական եւ բարի երեկո եղբայր։ Եվ օգնական սիրելի հայր։ Ինչպես արդեն մեր ժողովուրդը գիտե, ցանոթված է թե Վանացայինի եւ թե մեր քրիստոնեական տաստիարակության բաժանմունքի Facebook-ի էջերեն, որ այսօր մենք պիտի խոսենք իրարու հետ Քրիստոսի հետ բարեկամանալ խորակրով։ Մեր առաջին հարցումը հետեւյալն է. որքան անհրաժեշտ է բարի գամեցողությունը այսօրվան մարդուն առօրյային մեջ։ Շնորհակալություն Արսուր։ Այսօր Հոկտեմբերի 23-ն է եւ մեր եկեղեցին այսօր իր օրացույցին եւ դոնացույցի մեջ ցույց կտա մեզի հadouk աստվածաշնչական բաժինը Հովհաննեսի 15-րդ գլուխեն 11-րդ համարեն 16-ը եւ հոնդեղը բարի գամեցողությունը գերեվի Քրիստոսի տաստիարակության մեջ։ Նախ պիտի գարտամ աստվածաշնչական հատվածը, որ այս օրվան եւ քիչ վերջ պիտի տեսնենք, թե ինչու այս տեքստը ընդրված է այս օրվան համար։ Ասոնք ըսիցեզի, որբեսի իմ ուրախությունը ձեր մեջ ըլլա եւ ձեր ուրախությունը գադարյալ ըլլա։ Իմ բադվերս է, որ սիրեք իրար, ինչպես ես ձեզի սիրեցի։ Մեծակույն սերը այն սերն է, որով մարդ ինքզին կզոհե իր բարեկամներուն համար։ Դուք իմ բարեկամներս եք։ Եթե կործատրեք ինչ որ կբադվերեմ ձեզի։ Այլևս ձեզ ձարա չեմ գոչեր, որովհետև ձարան չի գիտեր թե ինչ կնե իր դերը, այլ ձեզ բարեկամ գոչեցի, որովհետև ինչ որ հոր մեզ լսեցի, ձեզի հայտնեցի։ Դուք չէ որ զիս ընդրեցիք, այլ ես ձեզ ընդրեցի եւ նշանագեցի ձեզ, որ երտակ եւ բդղափեր ըլլակ, եւ ձեր բդուղը մնայուն ըլլա, որբեսի հայրս դա ձեզի ինչ որ իմ անունով սխնդրեք։ Դարձյալ կբադվերեմ ձեզ, սիրեցեք իրար։ Այս ավետարանական բաժինն է, որում մեջ կտեսնենք բարեկամի արդահայտությունը Քրիստոսի կողմէ։ Եվ քիչ դեղեր է, որ այս ավետարանը կընթերցվի դարվա ընթացքին, քանի որ ասիգա սիրոջարն է մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի, զոր գադարեց ոդնալվայի արարողութենեն վերջ։ Երկու օր առաջ մեր բաժանմունքի մեկ ցերնարգներուն երեքշաբթի լսարանին հոգեշնոր դեր Օշին Վարդապետը խոսեցավ Բեդրոսի արարքը ոտնալվայի մասին, այս նույն բաժինը գշարունակվի այսօր, այս 5 շաբթի օրը, հadouk Սուրբերու դոնին եւ կտեսնենք բարի գամեցողության մասին խոսի Քրիստոս եւ գգոչե իր առաքյալներուն եւ մեզ մե յուրաքանչյուրին բարեկամներ։ Ինչու կարեւոր է բարի գամեցողությունը։ Նախ երբ որ մտածենք թե ինչ է գամքը, մենք հաջող ասենք հայրմերի մեջ է եղեցին գամքո։ Նույն ադեն նաև գա այդ գամքը, որ մենք ունենք, իբր մարդ։ Եվ Աստուծո գամքը, երբ որ մենք կխնդրենք, Աստուծո գամքը միշտ բարի է։ Իսկ երբ որ մենք Աստուծո գամքին գործադրությունը կգադարենք, ինչպես որ Հիսուս կնշեգոր, մենք կդառնանք բարեկամ։ Բարին գադարող մեր գամքը եւ Տիրոջ գամքը նույնացնողներ եւ ոչ թե միայն մեր գամքը կերատասել Աստուծո գամքին վրա։ Ադորամար դերունական աղոթքի մեջ եղեցին գամքը։
Այսօր ինչու կարևոր է բարի գամեցողությունը, քանի որ մեր եկեղեցու սուրբ հայրերը, մանավանդ հայ եկեղեցու գտաստիարագեն թե բարի վիդի մտածենք, չար մտածելը մեղք է։ Եվ գիշեմ ես մանկությանս գամբադանի հասակիս շարատրություն մկրած էի դրոցը բարեգամի եւ չարեգամի մասին։ Հայերենի ուսուցչուհին դեմ դրած էր, որ չարեգամ բառ չի գա բառարանի մեջ։ Ավելի կարելի է չարիացագամ ասել։ Ես ալ բնտելով թե գիտեմ որ բարեգամին հագարակը թշնամին է, սակայն այսօր գա երրորդ խավը գտեսնենք մեր կյանքի մեջ, որոնք չարեգամներ են։ Գմնան մարդոց հետ, կգործեն մարդոց հետ, բայց իրենք թշնամիներ չեն, ոչ այլ բարեգամներ են, այլ երբեմն իրենց բարեգամության բագասը կբացահայտվի չարեգամ արտահայտությամբ։ Ուստի բարիացագամությունը կարևոր է յուրաքանչյուր մարդու համար այսօր, որ իր գործը հաջողի։ Եթե ինքը չի գամենա բարեգամությունը, ինքը բարի գամք չունենա, իր գործունեությունը, իր աշխատանքը, ինչ որ գնեգոր, կրնա չարեգամ դառնալ եւ գտարնա ինքը թշնամի իր անձին, ոչ թե ուրիշին, նախ իր անձին։ Ադոր համար յուրաքանչյուր մարդու համար կարևոր է, որ ինքը բարին գամենա։ Շատ բարի։ Լավ, սիրո գադարելությունը պատճառ է բարեգամության։ Եթե տեսանք Աստվածաշունչին 11-րդ համարեն սկսյալ, թե Քրիստոսի գողմե հադուկ առաջարկ մգա եւ հադուկ հրամամը, որ ուրախությունն է։ Ուրախությունը եւ ծեր ուրախությունը գադարյալ բիդիելա։ Ասոնք ըսիցեզի տեքստին սկիզբը ուրիշ զրույց մգա, որ Հիսուս կսկսի իր առաքյալներուն հետ ասինք ոտնալվային վերջ, մեկ հատը խաղաղության մասին է, երկրորդը որդադունգի մասին է, թե ինչպես ինքը որդադունգն է եւ մյուսերը ջուղերն են առաքյալները, եւ ոսկուկա մեր միջի եկեղեցական կորձունեության ասվարեզ այս տեքստը մեկնելով, թե Քրիստոս ինքը որդադունգն է եւ ջուղավորումները բոլոր եկեղեցիներն են աշխարհի վրա, եւ այս բոլորին վրա գուկա ամենեն կարևորը սիրո ջարը։ Քրիստոսի սիրո ջարը, ոչ թե Բողոսինը, եւ գսե հոս Հիսուս իմ բادرեցե սիրեցեք զիրալ մեծակույն սերը այն սերն է, որով մարդ ինքզին կզոհե իր բարեկամներուն համար։ Հետևաբար եթե գադարյալ սեր ունենամ, ես իմ սերս պիտի դառնա բարեկամություն։ Իմ սերս երբ որ գադարյալ լա ես իմ անձիս հանդեպ, նաև անիկա պիտի փոխանցեմ ուրիշին եւ ես ուրիշին հետ բարեկամ պիտի լինեմ։ Երեք վիդեոյի մեջ կոչը ուղղացեի մեր լսողներուն, թե քանի բարեկամ ունեցած ես կյանքիդ մեջ։ Այսօր նորեն գարցնեմ։ Հաշվեցիր, երևնե այսօր ով որ դեսավ վիդեոն հաշվեց, քանի ինքը բարեկամներ ունի եւ ինչ տեսակ բարեկամներ ինքը մշակած է։ Բարեկամը ես գստեղծեմ Տիմացինիս, Տիմացինը գստեղծե ինձի։ Եվ կրնալել երբեմն mutual friend, այսօր ամեն կտեսնենք մեր Facebook-ներում վրա, բաղակիցի մեջ կլա միացյալ ընկերներ, կամ նույնանման ընկերներ, բայց ոչ թե բարեկամներ։ Քանի որ բարեկամությունը սեր կգարոդի, եւ սերը հերագա միշտ չի գրնարել։ Նաև մարդով է, չէ, առածը կսե ժողովրդային, սեդեվապար իմ սերս եթե գադարյալ բիդլա, ես բիդի պուտամ մյուսին։ Ներսես շնորալի գսե, աշխար ամենայն աղոտական երկի մեջ, պուտացիր անցնիմ պախչիլ իչարյաց, պապակիլ բարյաց։ Իմ անցս տող պուտա, տող վաստագի միշտ որբեսի հերանա չարեն, չարեգամներեն, չարութունեն, իր չարեգամութենեն և պապակի բարիին։ Հետևաբար ինչպես պիտի գրնա ադիենել, ինչպես պիտի գրնայինք զինքը գշրել, որբեսի
գրնա ինքը բարեկամը լալ եւ գադարյալ բարեկամը լալ նախ իբր մարդ դեռ չենք երթարգոր միանալու ուրիշին միանալու մեծ բարեկամին եւ այլն իմ բարությունս իմ բարեկամությունս գլա եւ որ ես գսիրեմ քանի որ մեծակույն սերը այն սերն է որ մարդ ինքզին գզոհե իր բարեկամներուն հետեւաբար եթե ես չեմ սիրեր ես չարեկամ եմ ես բարեկամ չեմ ես նաև բարեկամներուս չեմ գրնար զոհվել բարեկամներս անոնք են որ նոտակրեցին քիչ առաջ որ բարին կգամենան որբեսի իրենց եւ ուրիշին աշխատանք հաջողի հետեւաբար այս բարեկամությունը երբ որ ես գմշագեմ իմ անձից հետ հանկիստ լալով ես բարեկամ լալով բարեկամ ունեցող մեկ ես բարեկամ լալով թիմացինս բարեկամ լալով ինձի եւ հոնե որ սիրո շղթան գսկսի նույնանալ իմ եւ թիմացինիս միջև եւ ասիգա մեծակույն երևույթն է որ Քրիստոս իր ցանկի ընթացքի նրա մեկ խաչին վրա վսագեց զայն եւ իր հարության դվավ գոչ արաքյալներուն որ անիկա աշխարհ դարածեն հետեւաբար Հիսուս ինքը եղավ առաջին բարեկամը եւ օրինակ դարձավ իր մի առաջ բարեկամներ չի գային բարեկամեցողներ չի գային սակայն թակատնագեց սերը ճունեին չդեսանք մենք մեկը որ ինքը կերակույն մարդ է կամ աստված կամ թակավոր եւ իր անձը եկավ զոհեց ի խնդիր յուրաքանչյուրիս եւ այդ մեծակույն սերը զոհողության օրինակը սա իր արաքյալներուն այսինքն յուրաքանչյուրիս որբեսի մենք բարեկամները լանք որու իրեն եւ մեր նման հետաքրքրական էր լավ համաներ լավ հայ սուրբ որոնք այս բարեկամությունը ունին մեզի օրինակներ են պետք առանց գիտնալու թե մեծ բարեկամության հասան Քիչարաճսի որ այս բարբերությունը ընդրված է այսօրվա հավուր բաչաջի ջաշու ընթերցանտյան այսօր մեր եկեղեցվո մեջ դոնգա մենք գիտենք որ 2 շաբթի 3 շաբթի 5 շաբթի եւ շաբաթ օրերը սուրբերու դոն են եւ սուրբերու դոնը գահդգանշվի իր քրիստոսական ուղերձի մեջ եւ ահա այսօրվա աստվածաշնչական ընթերցանտյունը Զոր մեր հոգևոր միապաններեն հայրարդավաց ինքը առաջարկեց մեզի այս օրվան նյութը եւ իրեն գողջունենք իր առաքելության մեջ այսօր անձեր գդոնվին մեր եկեղեցու մեջ որոնք դարբեր դեղերեն են աշխարհի եւ իրենք գրծան իրենց անձնական բարեցագոմությունը ունենալ եւ իրենք դարձան բարեկամներ առաջինը Սուրբ արետն է կամ խարետը արաբական նաժան քաղաքեն եթոպիական ասկով Հարիֆ բն Կաբ արաբերենով գսեն ինքը այսօրվա մեն խումբին սուրբերու խումբին առաջին սուրբն է ոսկշնորհով են անոնք որ արետ անունը գրեն աշխարհի վրա մեր քաղաքներում մեջ մանավանդ եւ արետը ինքը իր վաճառական մոդեցումով ինքը վաճառական էր արետը եւ իր մոդեցումով ինքը գրծավ սիրաշահիլ բարեկամությունը նաեւ հետանոսներուն եւ հрьяաներուն որոնք գտնվեին արաբական ծոցին եւ եթոպիո մեջ եւ իր բարեկամությունը վաճառական գործի մեջ գրծավ կարոզել ամբողջ քաղաքին նաժրանի որ անդեղ գրնա ինքը իր քարոզչությունը գդարել ինչպես որ Քրիստոս մեզի սորվեցուց եւ արետ ինքը որ քրիստոնյա եղած էր նաեւ քարոզեց եւ եթոպիացիները եւ նաժրանցիները քրիստոնյա դարձան եւ իր կորձունեության գադարյալ սիրո ներկորձությամբ որ բարեկամներն են իր անոնք ճուզեցին ժխտել իրենց քրիստոնեական հավատքը եւ նահատակվեցան իրենք հասան գադարյալ բարեկամության իրար միջև եւ նվերեցին իրենց անձերը գզոհե ինքզինք իր բարեկամներուն համար երկրորդ սուրբը ոս երկուքը միասին ներկայացնեմ
Սուրբ Քրիստափորը եւ Սուրբ Արտեմիոսը։ Այսօր շնորհավոր եմ անոնք, որ Քրիստափոր եւ Արտեմ կամ Արտեմիս անունները կգրեն։ Մեր հանրության մեջ շատ զանոթ անուններ են, Իգական եւ Արագան, եւ այս երկու սուրբերը, Սուրբ Քրիստափորը, որ լիբանանցի է ծննդով, կանանացի եւ նահատակված է Արևելյան Հայաստանի մեջ, իսկ Սուրբ Արտեմիոսը, որ գիլիգեցի է, գիլիգիո ազնիվ զինվորներն է, եւ իրեն գայսրը հրաման գուտա, որ ինքը դառնա գայսերական հրամանի քրիստոնեության դարածման զինվորը ամբողջ Արևելյան ծովափի մեջ, այս երկուքը այնքան իրենք բարեկամություններ մշակեցին, զինվորական, ընկերային, տաշտային, անցկային, վաճառականական, որ իրենք գրծան հասնել դեղմը, օգնել մարդոց, որոնք դեղ մնալ Քրիստոսն էր անոնց մեջ։ Քրիստափոր կնշանակի ան, որ Քրիստոսը շալգեց։ Քրիստափորի ամեն նշանավոր պատմությունն է, որ ամբողջ աշխարհի դարածքին ամեն մեկ քրիստոնյա ճամփորդության ժամանակ Քրիստափորի պատկերը կգախե իր բայսագին կամ իր վիզի մեջ, վիզին վրա Քրիստափոր շալգած է Հիսուս։ Եվ օրը դեղ մը գլար Քրիստափոր, երբ որ գալեր գորքեդին գողքին, մանուկ գսկսի լալ։ Եվ այդ մանուկը չի գրնար հասկանալ Քրիստափոր ինչ կուզե որ։ Մանուկը նշան գնե, որ պիտի անցնի կեդը, բայց չի գրնար գոր, քանի որ գրնա խեղտվել կեդին վրա։ Եվ այդ մանուկը երևումն էր Քրիստոսի, Քրիստափորին։ Եվ Քրիստափոր այդ մանուկը շալգի եւ ուսին վրա գտնի, ինչպես որ սրբավատգերներ կցուցադրեն եւ քեդի մեջ են գանցնին եւ անցնել են վեճ մանուկը դեպի երկինքը բարձրանա եւ Քրիստափոր անոնք որ եկած են իրեն նահատակելու այդ ժամուն էր որ գտա հանդիպեր այդ մանուկին Քրիստափորի թեմքը այդ հարցագողներուն եւ տշնամիներուն որ եկած են նահատակելու Քրիստափորին գտեսնեն Քրիստափորին թեմքը շան մնաման եւ գարձեն շունիմը վրա է որ այդ փոքրիկը գանցնի գոր եւ գզարմանան որ ուր անհետացավ Քրիստափորը եւ Քրիստափոր գազադի Քրիստոս իրեն գազադե այն օրինակով որ Քրիստափոր գշալգե փոքրիկը եւ ձովը գանցնի ադորամար ճամփորդության բարեխոսն իսկ Սուրբ Արտեմիոսը որուն սրբավատգերները երբ որ նային գարձեն Քրիստոսն է Սրբավատգերակիրները գկծեն Արտեմիոսի թեմքը Քրիստոսի բես եւ հոսե որ Քրիստոսը է դուք այլևս իմ բարեկամներս եք եւ ոչ իմ ծառաներս քանի որ ծառաները չեն գիտեր իր դերը ինչ կնի այլ այդ բարեկամությամբ հասավ Արտեմիոս հասավ այն գադարելության բարեկամության որ ինքը Քրիստոսի նմանեցավ Եվ որ ինքը ամբողջ գայսրության դարածքին քրիստոնյաները որ գահալածվեն իրենց գազադեր գոր այն գիլիգեցի զինվորը որ գազադեր գոր քրիստոնյաները բոլոր արևելքի մեջ իսկ երկու գիներ ասում մասին շատ քիչ կխոսվի մեր իրականության մեջ սակայն հիմա դեսնենք երկու անուններ որ հայկական ինքնության մեջ կկործածվին այսօր եւ այս սուրբերեն եկած են առաջինը Սրբուհի Ագյուլենյան է։ Գլսենք չէ Գյուլենիա անունը գա մանավանդ նախորդ սերունդի մեջ Գյուլենյան իշդակ Սրբուհի Ագյուլենյան է։ Եվ Սրբուհի Ագյուլենիա երկու հատ կա, մեկը դա Ժբելցի է, Օսլիպանան, հադակված փոքր աղջիկ մնե, որ իր կյանք իր մանկութենեն նվիրեց մարդոց օգտագործության, մարդոց բարեկամ ըլլալու։ Եվ իր բարեկամության ընթացքին Ժբել քաղաքի մեջ գիտсан որ հետանոսներ այս աղջիկը քրիստոնյա է եւ իրեն նահատակեցին 16 տարեկանին իսկ Մյուս Ագյուլենյան կգտնվի Անդիոքյան աշխարհի մեջ որ մարդոց ջաշ կբերեր իսկ Սրբուհի Գալինիկան եւ ոստենգուկա Գալի անունը մեր այսօրվա նոր սերունդի աղջիկներու մեջ Գալի անունը Գալինիկա Սրբուհին անունեն գուկա եւ Գալինիկան սկիզբը ինքը վատ կյանք ուներ գճանշնա Քրիստոս ինքը չարեգամ էր
եւ գտարնա բարեգամ քարոշչությամբ դարբեր խմբավորումներով, որոնք կփախեին որբեսի չի նահատակվին գայսրության մեջ եւ գալինիգա գահավադա Քրիստոսի եւ իր ամբողջ յանքը գնվիրե փոխան իր չարություններուն հադուցման իր չարեգամությունը ինքն իրեն բարեգամության գվերածի ահավասիկ 5 անձնավորություններ քրիստոնյա համաշխարհային եկեղեցու սուրբերեն որոնց այսօր մենք կդոնենք մեր եկեղեցու մեջ եւ հոս գուկա այն բադվերը որ գսե ցեզ բարեգամ գոչեցի որովհետեւ ինչ որ հորմես լսեցի ցեզի հայտնեցի եւ գտեսնենք այս սուրբերու կյանքի մեջ որոնց նմանիլ մենք այսօր գանչված ենք բարեգամ դառնալով ադոր համար իրենք առանց գիտնալու հասան այն մեծ բարեգամության որ Քրիստոսը իրենք ընկալեցին եւ Քրիստոս զայն բերած է իր հորմեն հոր աստուծո մերցեցում յուրաքանչյուր հավատացյալի քանի որ մենք զավակներն ենք հոր աստուծո մգրդությամբ սուրբ ավազանին Քրիստոս որ ինքը որդի աստուծո է նաեւ մեզի նման գանչվեցավ եկավ այս աշխարհը որբեսի մեզի ազատե գանչվեցավ ժողովուրդեն որ կապրգե եւ հայրը առաքեց իրեն որբեսի մեզի ազատե մեր մեղքերեն եւ մեզի հավետանական կյանքը խոստանա ուստի ահա մեծ ռահվիրաները որոնց օրինակը եւ անունը մեր ժողովրդի զավակները գգրեն դերևս անձանոթությամբ կլա այդ բոլոր Քրիստոֆոր, Արդեմ, Գալի, Գյուլեն կամ Արետ այս անունները ընդառացած են բայց մենք մոռացած ենք թե ով են ասոնք եւ ինչու այս անունները թրված են մեր կյանքի մեջ հետեւաբար այս բարեգամության համար ահա օրինակներ եկեղեցու կյանքեն բարձ մարդուց մի ասոնց մի ոչ մեկը հոգեվորական է ոչ մեկը վարդավեր է ոչ մեկը միապան է ասոնք բարձ մարդիկ են Արետը վաճառական Արդեմը զինվոր Քրիստոֆորը բարձ անցորդ Գալինյան եւ Ագյուլինյան մեկը փոքր աղջիկ մյուսը մեծ դիգին հետեւաբար ասոնք գրնան մեր օրինակները դառնալ այսօր որ մենք սուրբերու շարամը գտեսնենք կոր գաբրին կոր նոր ժամանակներու եւ հին ժամանակներու ահավասիկ մեզի օրինակ հանդիսացող եւ այս է նվադագը սուրբերու դոնը գդարելուն այսօրվա շարականը որ միասին երկեցինք արդու եւ երեգոյան ժամերկության տածքի մեր մայրդաջարի մեջ որ գտեսնենք կոր գսեգոր այս եկայք այսօր երգրբակեցեք սուրբ երորդության եւ գադարեցեք հիշադակը փյուրավոր վգաներուն փյուրավոր բարեգամներուն անոնք որ մեզի բարեգամ են եւ մեզ մի առաջ գրցան բարեգամանալ անոր որ մեզ մի առաջ ինքը առաջին բարեգամությունը մեզի տվավ շատ բարի շնորհակալ ենք առնենք մեր թաթարը որ մեր յետք կվերադառնանք դարձյալ
շատ բարի սիրելիներ, անոնք որոնք մեզի նոր միացան, բարձաբես հիշեցում մնե, որ հայր Մովսեսն է, որ մեզի հետ հարցազրույց կունենա Քրիստոսի հետ բարեկամանալ խորակրով։ Այսօր կշարունակենք մեր հարցազրույցը, խոսեցակ բարեկամության, բարեկամ, չարեկամ, բարեկամեցողություն, չարեկամեցողություն, սիրո գադարելությունը, սիրո արդահայտությունը, պատճառ բարեկամության, շատ բարի։ Երբ հասնենք այդ մեծ բարեկամության, ինչ բդուղներ կրնանք տալ։ Քիչ լսեցինք շարականը, որ գսեգոր Ղազարոսը մեր բարեկամն է։ Այն Ղազարոսը, որ աղկադեր եւ Աբրահամի կողքն գնաց, եւ այն հարուստը, որ չեմ ասեր չարեկամ էր դերևս, բայց դեղյակ չէր կամ զանց կարներ որ Ղազարոսին եւ ինքը գնաց կեհեն։ Եվ հիմա մենք կմտածենք որ թե ինչ բդուղ պիտի տանք։ Երբ որ մենք հասանք այդ մեծ բարեկամության, Հիսուս խոսքսե դուք չէ որ զիս ընտրեցիք։ Ես ցեզի ընտրեցի եւ նշանակեցի ցեզ։ Այսինքն ուրիշ արիտ ծև ճունինք։ Երբ որ ընդրված ենք, ոչ թե գանչված, շատեր գանչված են, քիչեր ընդրված։ Երբ որ ընդրված ենք, Հիսուս կսե բիդի երտակ, բդղապեր բիդի ըլլակ, եւ ծեր բդուղը մնայում բիդի ըլլակ։ Ինչպես բդուղ, ինչի բդուղ, քիչ առաջ որդադունգներ, ջուղերը, զրույցին սկիզբը, եւ հիմա բարբերության ավարտին գուկա որ Հիսուս սիրո արդյունք ասելու թե այդ որդադունգին ջուղերուն վրա եթե բդուղ չի գա, մեր ընտրությունը չէ։ Եվ բդուղը այն բդուղն է որ մնայուն է, չի մաշիր, ворդ չի կար, չի հիվանդանար։ Ինչպես բդուղ բիդի դանք։ Մեկ հատ նայինք անոնք որ մեզ մե առաջ քրիստոնեական ընթացքը եւ հաղթական եկեղեցին միացան։ Ինչ բդուղներ դվին։ Գրիգոր Լուսավորիչը, մեր մայրդաջարի բարեխոսը։ Ինչ բդուղ դվավ։ Ամբողջ հայությունը քրիստոնյա վայեց։ Իր մեկ արարք Տատյոս Պարտողոմեոս նույներին, անոնք ասոնց մեին, ուղղակի տեք բարբերության բադասխանադուներեն էին։ Հիսուս ընդրեց Տատյոսին եւ Պարտողոմեոսին։ Հիսուս ընդրեց 12 վարդապետները, որոնց այս շաբաթ պիտի տոնենք, եւ իրենց ուսուցումը մնայուն բդղապերության մեջ է մինչեւ այսօր։ Այսօր քրիստոնյա աշխարհի մեջ ով որ Պարսեղ Գեսարացի գլսե, գիտե Պարսեղի գործունեությունը ինչպես տերմինայում բդուղի մեջ է։ Իսկ հիմա ես, երբ որ այսօր Գաբրիմ գոր, այս արհեստագիտության աշխարհի մեջ ինչպես պիտի բդղապերեմ։ Ես եթե սիրեցի եւ բարեկամ ստեղծեցի եւ միացա մեծ բարեկամին, որ Քրիստոսն է, որ ինքն ընտրեց, արդյոք կրնամ բդուղ չի դալ։ Եվ ինչ տեսակ բդուղ դալ։ Ինչպես բդուղ գտամ։ Դժվար արարք է մարդիկ կգարձեն։ Ամեն ցանկ բդուղ գտա։ Գացանկեր ալ բդուղ չեն դար։ Ստերայել գլան։ Ամբղապեր գլան։ Հետևաբար ենք, երբ որ ընդրված ենք եւ ցանված ենք, մեր բդուղը պիտի ստեղծենք եւ պիտի ընենք մնայուն բդուղ։ Ինչպես։ Երբ որ գադարյալ սերգա ես կացի հիվանդիմը օգնեցի թեղբերի առողջություն դվիրեն գաղոտեցի բժշկվեցավ եւ ինքը առողջ է գնալել է հիվանդանա բայց իր առողջության այս ընթացքը որ ինքը ապրեցավ բդղապերության ընթացքն է ասի եւ ինքը եթե առողջ է մի շնորհակալություն պիտի հայտնի Աստծո որ այդ ընդրվածը որ դու ընդրեցիր ինձ եկավ եւ առողջացուց
Երբ որ ես ջամփան օտոգը քշեմ եւ գերտամ շրջան թաղետաղ եւ գտեսեմ որ մարդիկ ուրախ չեն միշտ չղային են իրար հետ գգրվին գոր ինքնաշարժով խոսելով գտեսենք որ այսօր նաեւ ոչիրներ գլագոր իգադարած քանի որ մարդոց ուրախությունը գադարիալ չէ հոսե եւ այդ գադարիալ ուրախությունը բացեցավ քանի որ գադարիալ սերը չի գա եւ երբ որ ասոնք բացին ամբդու գլանք հետեւաբար իմ սիրո արարքս որ ինձ մե պիտի երտա ուրիշին ադի բդղապերության գործընթացն է եւ երբ որ ես այդ մեկը գտեսնեմ գոր եւ գան դեսեմ գոր այդ թաղային երևույթը չեմ չանար գոր անոր լուծման ոչ թե խոսելով համերաշխություն ստեղծելով մարդոց միջև ես իմ սերս ցուցաբերելով ուրիշին իմ բարեկամությունս եւ մյուսին բարեկամություն իրար գաբելու հոնե որ գսկսի բդղապերությունը եւ երբ որ բդղապերությունը գսկսի բդուղ պետք է մեծնա եւ անոր համար խնամք պետք է ժողովրդական արածի այն զարը որ լավ բդուղ դա կարգոձեն ու շատիր սիրելի հավատացյալներ չեն կրնար կարգոձելը արկիլված է Ստեփանոսիա կարգոձեցին Աստվածածինին ալբիտ կարգոձեին բայց Հովսեփ ազատեց իրեն Հովսեփ բդուղ բերավ այս երկու շաբթի Հովսեփ Աստվածավոր ալդունեցին Հովսեփ բդուղը բերավ որ Աստվածածին չի կարգոձվի այլապես Հիսուս գմերներ Հետևաբար այս բդղապերության գործընթաց եւ մնայուն բահել այդ բդուղը մշտական ամենօրյա թրությամբ անոր յեդևեն վազելն է իմ սիրո արդահայտությանս եւ սա միագողմանի է Հիսուս այս բոլորը սորվեցուց առանց փոխադարձի Հիսուս ամփոխադարձ մեզի սորվեցուց ամեն ինչ եւ հոս բդղապերությունը անփոխադարձ բդղապերության մասին Հիսուս առանց պայմանի է Տերես Աստվածաշունչի մեջ Հիսուսի կյանքի մեջ միայն մեկ դեղ Հիսուս փոխադարձի մասին հարցում հարցուց դասատ բժշկեց մեկ հատ վերադարձավ շնորհակալություն ասելու ինը հատ չէ ասը ուրը միսերը բայց մյուս բոլոր ուսուցումները Քրիստոսի եւ մեր առաքելությունը իբր քրիստոնյաներ այսօր ուր որ գաբրինք մասնավորապես հայերս քանի ջանցված ենք մեր գարողություններով եւ օդարներեն հարկված մագդեստենք հարկվելու եւ այս բարեկամության մշտականության մասին մենք ուշադիր ըլանք եւ մտածենք թե ես այսօր ինչ բդուղ տվի եւ իմ բդուղս անցյալ օրվա անցյալ շաբթվա անցյալ դարվա արդյունքներ մնայուն են այսօրվա դված բդուղս վաղը եւ մյուսօրը եւ քալիք ամիսներում մնայուն բիդ մնան հոս ասիգա հանաբազորտ աշխատանքին բես ինչպես որ ամեն օր ջաշ կուտենք ամեն օր մեր սիրո արդահայտությունը մեր բարեկամությունը դեպի ուրիշին եւ դեպի մեծ բարեկամին որ Հիսուսն է օրական ասիգա բիդի արդահայտենք եթե չարդահայտենք կսկսենք անդեսվիլ մենք մեր միջոցով մենք մեզ գանդեսենք ուրիշը մեզի գանդեսե եւ ընկերութենենք սկսենք տշկոհիլ եւ գտարնանք չարեգամ հետո քիչ մտեր եթե շարունակենք այդ ընթացքը գտարնանք տշնամի ընկերության տշնամի մեր ապրած վայրին տշնամի մեր հայրենիքին տշնամի մեր ազգին տշնամի մեր եկեցո եւ սա վտանգավոր գտարնա եւ մենք այլևս բարեկամ չենք գլար հետեւաբար քանի բարեկամ ունիմ ես ինչ մնայուն բդուղ ունիմ ես անոր հետ հոսե երբ որ ես ամեն իրիգուն չի կնացած կնություն գնե չէ ամեն մեկ մարդ է այսօր ինչ ըրավ ինչ հաջողեցավ ինչքան տրամշայեցավ ինչքան բարություն ըրավ ինչքան չարություն ըրավ հոսե եկեցու ուսուցումը մանավանդ մեր մայրենի եկեղեցու ուսուցումը որ գսե դուն քեզ կնե կամ ձանիրս քեզ
որ այսօր տրված է մեր բանգալներուն վրա, որովհետեւ մենք օգտակար, մենք մեր սերը արդահայտենք դեպի մեր նմանին, աղքատին, կարիքավորին եւ այլն, կամ ուրիշը մեր բագասները հոգա։ Ասոնք փոխադարձ չեն, ասոնք ինքնական մեկը մյուսեն ելած մը չէ, կամ ես իմս ունիմ եւ ուրիշին պիտի տամ։ Չեմ առանց սպասել ուրիշին պիտի տա ինձ։ Առանց ակնկալի։ Առանց փոխադարձի։ Այս մեկը շատ կարևոր է։ Մենք այդպես մը դաստիարակվել ենք քիչ մը հին ուխտի օրենքով, մեկին դիմաց մեկ, աչքին դիմաց աչք, Ադամին դիմաց Ադամ, այդպես չէ։ Քրիստոս ադիգա անցավ, գսե չէ Մատթեոսի մեծ բակի առաջին ավետարանն է։ Սա որ ասան գսերն ցեզի, ես ցեզի ասան գսեն։ Եվ ինքը օրենքը եկավ բարեփոխեց ու զարգացուց։ Շատ բարի այսօր։ Վերջին հարցումը։ Հարկարժան եւ Կովեստի բարեկամները ինչպես մենք պետք է հարգենք եւ մշտական բահենք մեր այդ բարեկամությունը։ Մնայուն բդուղին արդյունքն է, որ մենք մնայուն բարեկամություններ ունենանք։ Երբ որ ես բարեկամ եմ եւ այս ամեն որ խոսեցանք եւ ստեղծած եմ 10, 30, 1000, 10,000 բարեկամներ աշխարհի վրա, իմ ասկես կամ ուրիշ ասկե, իմ եկեղեցի ես կամ ուրիշ եկեղեցի է, իմ գրոնք ես կամ ուրիշ գրոնք է, եւ մարդիկ ալգան որ ասի լավ բարեկամ է, լավ բարեկամ գրնա ըլլալ, երբեմն այսպես խրադներ գուդան դարեցներ ուրիշներուն, չէ, կամ երբեմն կլսենք մեր ժողովրդի մեջ, որ ժամանակին բարեկամս էր, հիմա լավ չէ։ Հոն at աշխատանքը, որ գար մեկս մյուսին հանդեպ, մեր սիրո արդայդություններու նվազումը ոչնչացուց մեր բարեկամությունը, բարս բարեկամությունը, ոչ թե մեծ բարեկամություն։ Ընդհանրապես մեծ բարեկամությունները դժվար որ ոչնչանան։ Երևակայենք մեծ բարեկամությունը ստեղծած է մարդը Քրիստոսի հետ եւ այդ բարեկամությունը դադրած է։ Գլսենք ապրված օրերում մեջ Արմեն Կարոյի մեծ մայրը ներված է Աստծո հետ, բայց Հովանես Մկրտիչին հետ գավեր լավ բաց է։ Այդ բարեկամությունը, որ գործընծուց, քանի որ իր թորնիկը լավ չէ եղած, հիվանդացած է, դեղմը իր սիրո բագասն էր, կամ իր սերը թեպի մեծ բարեկամին նվազեցավ, քանի որ իր թորնիկը հիվանդ է, եւ ինքը դժգոհ է այդ երևույթին, բայց բարեխոսության մտիմեց, ան որ բարեկամ է մեծ բարեկամության հասած Հովանես Կարապետը, Մշոսուրբ Կարապետը, եւ անոր միջոցով ետ միացավ եւ գբատմե բատմությունը։ Այս կովեստի ունեցող մարդիկը, որ մեր կյանքի մեջ իսկական բարեկամներ են, անշահախնդիր բարեկամներ են, ասոնց մենք եթե չի հարգենք, ուրեմն մենք ալ բարեկամ չենք։ Իսկ եթե հարգենք, գրնանք սորվիլ, իրենց բդուղներեն քաղել, մեր սագարի մեջ տնելու։ Եվ քանի որ իրենց բդուղը մնայուն է, չի պջանար մեր սագարի մեջ։ Եվ այդ բդուղը միշտ գուդա այն որդը, որ ճշմարիտ է, քանի որ դվողը մենք չենք, մենք միան աշխատել ենք, որ բդղապերի, հողակորձներ աշխատեն, որ ձարեր բդուղ բերեն, որ տադունգեր խաղողդան, բայց իրենք չեն դարանոնք, իրենք միան գչանան, բայց խնամողը Աստված է։ Անցել անգամ բնության մասին խոսեցանք ոս մուբադարատ ծրագրի մեջ եւ բնության առաջության եղանակի մասին։ Դե հոն ինչ է մարդուն ներկայությունը եւ բնության ներկայությունը մարդուն կյանքի մեջ։ Բոլորս նույն էկոսիստեմին կպատկանենք։ Հետևաբար այս մարդոց հարկելը
գուկա առաջնահերթ մեզի տաստիարակության, եթե մենք ադիչ ունենք։ Արդեն եթե ունենք, մենք ինքնաբերաբար կհարկենք ուրիշը։ Քանի որ ինքն ալ մնայում բդուղունի, ես ալ մնայում բդուղունիմ, երրորդ մնա, չորրորդ մնա եւ ամբողջ եկեղեցվո անդամները, անոնք որ արաքյալ են, որոնք ընդրվեցան Հիսուսի կողմէ եւ լսեցին հորը ուսուցումը եւ գսիրեն իրար, վերջանա բարբերություն դարձյալ գսեմ, սիրեցեք զմիմյանս։ Այո, Հիսուս սկսի սիրելով, գավարդե սիրելով, քանի որ սիրո գործընթացի մեջն է, որ պիտի բդղապերենք եւ պիտի ուրախանանք եւ մեր ուրախությունը կատարյալ պիտի ալա։ Ուստի այսօր երբ որ լսեցինք այս բարեկամության երգը միասին, օրեկեցինք այսօր երկուքս եւ մեր հետ մեր ունգընտիրները, որոնք կպատրաստվեն այս գիրագի այդ բարեկամությունը եւ սերը եւ գադարյալ ուրախությունը ստեղծող Քրիստոսի գենարար խաչի քյուդը դոնելու այս գիրագի խաչ քյուդը նաեւ մայրեգեցո դոնն է սուրբ նշանի լիփանան թեմեններ եւ ուրիշ թեմերու մեջ սուրբ խաչի դոն պիտի սարկվի այդ ուրախությունը զոր հեղինե տակուհին եւ Կոստանտինոս գայսրը եւ Հութա եւ Իսկոբոսը եւ Սրբույ Աննան Աբրեցան Երուսաղեմի աղբանոցեն համված խաչը եւ այն հարությունը որ դրվեցավ Մերիալ Բադանիին երբ որ մոդեցուցին իր տիագը երեք խաչերուն եւ մեկ խաչին երբ որ մոդեցավ երրորդը Բադանին հարություն արավ ուրախություն ներշնչեց եթե բարեկամներ չլային հոն իրենց բարի գամքը չներ որ այդ տիագը մոդեցնեն գենարար պայդին իրենք պիտի չուրախանային ոչ անուր ծնողը ոչ այդ փոքրիկը պիտի հավատար Քրիստոսի հեղինեալ անհույս պիտի մնար Կոստանտինոսալ պիտի վշտանար թե այս կամ բեղում եւ խաչը չի գտնվեցա բայց քանի որ Աստված ինքն է որ ընդրեց հեղինեն որպես երտա եւ խաչը գտնե Աստված ինքն է որ ընդրեց Հութան եւ Աննան իր մայրը երտան աղբերու մեջ են խաչը գտնեն խաչերը գտնեն որ Քրիստոս վրան խաչված էր այդ նույն ուրախությունը գադարյալ այսօր մնայում բդուղմը մեր մայրենի եկեղեցին Հայաստանիից մեզի նորեն գտաստիարագե այս գիրագի քյուտ խաչի դոննե ուստի կշնորհավորենք անոնք որ խաչիկ նշան քյուտ անունները գգրեն եւ այդ ուրախության եւ բարեկամության գործընթացը մենք բարեկամ գտարնանք խաչին քանի որ խաչով նաեւ բարեկամությունը իրակ աջարին շարունակություն եթե դարձնենք Սուրբ Հոգին ուրախություն դրդմություն եւ ես հաղթեցի աշխարհին գսե Հիսուս եւ այդ գեվեջ գերտա աղոթելու Գեթսեմանի բարդեզի մեջ այն աղոթքը որ այսօր երբ որ եկեղեցիները իրար գմիանան միջեգեցական աղոթներում միասին գաղոթեն այն նույն աղոթքը որ Հիսուս աղոթեց որպեսզի մեկ մնան առաքյալները իրար հետ մնան եկեղեցին միացած մնա դժվար եւ парքի բահերում միասին որպեսզի իր ուրախությունը գադարյալը հետեւաբար այս բարեկամությունը այսօր որ մենք գդոնենք Կարծես այսօր սենք հայոց եկեղեցին գտաստիարագե դոնն է բարեկամության եւ մեր արչեւը գտնե բարեկամներ Քրիստոսի այդ 5 սուրբերը եւ իրենց հետ նահատակվող բոլոր ընկերները դարբեր դեղերեն աշխարհի վրա միայն մեկ հատ գիլիգյան աշխարհին գբա Հյուսիսային Սուրիո շրջանին եւ Ժբելի այս սուրբերը որոնք օդարասկի են բայց իրենք Քրիստոսը աբրելով բարեկամ դարձան եւ միջին արևելքի մեջ աստվածային բրգության մասին քարոզ գարտացին եւ դարաձեցին զայն եւ անոր համար նահատակվեցան ուստի անոնք ծառաներ չեն այլ բարեկամ
Շնորհակալություն այսուրբ վարձկենիդ կդար Աստված ծեր հավատքին եւ գոչումի մեջ հաստատ բահե Փագելը առաջ մեր հայդակիրը սիրելիներ ագանչալուրը լանք Դավիթ Մարգարեին Պերնով արդասանված Սաղմոսներեն հատվածը Օրտնություն երկեցեք Տիրոջ Օրտնություն երկեցեք Աստուծո իր սրբարանին մեջ Օրտնություն երկեցեք անոր իր ամրոցին երկինքի մեջ Օրտնություն երկեցեք անոր իր հզոր կորձերուն համար Օրտնություն երկեցեք անոր իր անսահման մեծության համար Օրտնություն երկեցեք անոր եղջերափող հնչեցնելով Օրտնություն երկեցեք անոր դավիղով ու քնարով Օրտնություն երկեցեք անոր թափ զառնելով ու բարով Օրտնություն երկեցեք անոր լարավոր նվակարաններով ու սրինքով Օրտնություն երկեցեք անոր մեղմաթրթիր փամփիրներով Օրտնություն երկեցեք անոր մեծաշրինդ ձնձղաներով Շնչավոր բոլոր էակները թող օրտնություն երկեն Տիրոջ Օրտնություն երկեցեք Տիրոջ ամեն Բարի գիշեր եւ հաջելի ունգընտրություն Շնորհակալություն